Վերջին շրջանում բավական լայն քննարկման արժանացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա Սուրբ Աննա եկեղեցում իրականացված հարձակումը երիտասարդի կողմից հայտնի եւ շատ քննարկումներում կարծեք թե փորձ է արվում կամ այդպիսին է մոտեցումը դիտարկել այս երևույթը որպես առանձին վստահ մի միջադեպ, սակայն ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ միգուցե սա այդ երիտասարդի համար առանձին միջադեպ է, բայց ինքը երևույթը որպես այդպիսին ունի բավականին լայն համատեքստ եւ ինքը ըստ էության մի երկարատև գործընթացի մաս է, որի մասին ես կփորձեմ հիմա շատ համառոտ խոսել։ Խոսքը վերաբերում է 2018 թվականին քրեաօլիգարխիկ իշխանությունից հեռացված քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած, հովանու ներքո ձևավորված մի շարք խմբակների եւ խմբավորումների, որոնք որ սկսեցին այդ ժամանակ իրենց դիրքավորել որպես հայրենասերներ եւ ազգային արժեքների, այսպես ասած, պաշտպաններ եւ ջատագովներ եւ իշխանություն այդ քրեաօլիգարխիկ համակարգից իշխանությունից հեռացած ուժերին պիտակավորել որպես ոչ հայրենասեր, այդպես ժողովրդավարական արժեքները նույնպես հակադրել ազգային արժեքներին եւ այս համատեքստում այդ խմբերի կողմից սկսեց գեներացվել բավականին լուրջ բացասական վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր որ իրենց ձևակերպած հայրենասիրական պատկերացումներից դուրս են, որը որ տարիների ընթացքում գեներացվեց վերածվելով սկզբից ատելության խոսքի, իսկ հետո նաև բռնության կոչերի եւ ըստ էության հայտնի սրբազան շարժման շրջանում նաև կարծեք թե այդպես ծրագրեր կային բռնության խոսքը վերածել գործի։ Հիմա ըստ էության այս երևույթը գիտակցում է այդ երիտասարդը թե չէ, այս գործընթացի մի մասն է եւ իր հիմնական նպատակը այս գործընթացի ինչն է, հասարակության մեջ ընդունելի եւ նորմալ համարել բռնությունը այն ուժերի կողմից, ովքեր իբրև թե հայրենասեր են, այն ուժերի հանդեպ, ովքեր իբրև թե հայրենասեր չեն, ում որ իրենք չեն համարում հայրենասեր։ Եվ ըստ էության սրա վերջնական նպատակը Հայաստանում անկայունություն եւ անկայունության մթնոլորտ ձևավորելու միջոցով ստեղծել պայմաններ, այսպես ասած, քրեաօլիգարխիկ եւ ռուսահպատակ, այսպես ասած, կողմնորոշում ունեցող ուժերին իշխանության բերելու։ Արդյոք կա սրա հանդեպ անհրաժեշտ է ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել, անշուշտ անհրաժեշտ է, սակայն այդ հակադարձ միջոցառումները չպետք է ոչ մի դեպքում լինեն նույն դաշտում, այսինքն բռնության քարոզի եւ բռնության նորմալացման, այլ դրանք բացառապես պետք է իրականացվեն օրենքի եւ իրավական հարաբերությունների դաշտում։ Հակառակ դեպքում մենք կվտանգենք մեր պետականությունը եւ մեր հասարակական պետական կյանքը կվերածենք մի քաոսի, որի դեպքում հնարավոր է ցանկացած անցանկալի զարգացում։